Հայերս շանթի եթերում լրատվության ժամը ապրիլի 17-ն է 5 շաբթի։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորոշվիլի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բարամովի նախաձեռնությամբ Թբիլիսիում այսօր տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են Հարավկովկասյան 3 երկրների առաջին եռակողմ հանդիպումը եւ ընդգծել, որ 3 երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացման ու բարգավաճմանը։ Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը եւ ի վերջո նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման ու արագընթաց զարգացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով։ Ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական ու կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է միտված վստահության ձևավորման, երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական մի քանի լրատվամիջոցների, նշել է, որ իր թուրք գործընկերոջ հետ շատ բովանդակային քննարկում է ունեցել երկկողմ օրակարգի շուրջ կատարված քայլերի, ինչպես նաև ապագայի ծրագրերի տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը պատասխանել է հարցերի, թե որ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, որն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար, արդյոք կան քննարկումներ ստորագրման ժամկետի եւ վայրի վերաբերյալ, թե գործընթացը հայտնվել է փակուղում։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ եւ այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք, Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո կարողացան համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ, ստորագրման արարողության տեղի եւ ժամկետի որոշման նպատակով։ Սակայն ցավոք մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Օրինակ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր ադրբեջանցի գործընկերները նաև պահանջում են փոփոխություն մեր սահմանադրության մեջ։ Իրավիճակը լիովին հասկանալու համար ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ։ Համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ խորհրդային միության փլուզման պահին եւ որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգությունները, միևնույն ժամանակ դա լիարժեք կերպով համահունչ է նաեւ մեր ընկալումներին։ Եթե մեր սահմանադրական դատարանն արձանագրի, որ սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար եւ միջազգային հանրության կողմից ճանաչված է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք եւ ունենք մեր սեփական մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ Սա պարզապես հայելային հակադարձում չէ, իրենց սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց անկախության հռչակագրին։ Այսպիսով իրենց անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը առաջին ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե խորհրդայինի, եւ առաջին ադրբեջանական հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև խորհրդային միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է։ Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը։ Այսպիսով մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր սահմանադրության դեպքում լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է։ Մենք ստորագրում ենք այն եւ լուծում ենք խնդիրը։ Վերջ, վերադառնալով հիմնական հարցին, պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր,
որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ, հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով եւ անհարթություններով, որոնք կարող են եւ ամենայն հավանականությամբ կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաների։ Ընդդիմության համոզմամբ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միջազգային կարևոր նորությունների քրոնիկոնը տեսաշարում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը 71 անօդաչու թռչող սարք է խոցել։ Իր զեկույցում ռազմական գերատեսչությունը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել եւ խոցել են անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի մի շարք շրջաներում։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Կուրսկի շրջանում։ Բացի այդ, անօդաչու սարքեր են խոցվել Օրյոլի, Ռիազանի, Բրյանսկի, Վլադիմիրի եւ Տուլայի շրջաններում։ Միևնույն ժամանակ շրջանային իշխանությունները հայտնել են, որ Շույա քաղաքի վրա իրականացրած հարձակման հետևանքով կոտրվել են մի քանի տների ապակիներ, սակայն զոհեր չկան։ Շույա քաղաքում է տեղակայված Ռուսաստանի 112-րդ հրթիռային բրիգադը։ Իդեպ ուկրաինական կողմի պնդմամբ հենց այդ ստորաբաժանումն է Ծաղկազարդի օրը Իսկանդերով հրթիռային հարված հասցրել Սումի քաղաքին։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած դիվանագիտական պատվիրակությունը Մոսկվայում է։ Իրանական կողմը բանակցություններ եւ խորհրդակցություններ կանցկացնի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կփոխանցի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի գրավոր ուղերձը։ Իրանի արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Այցի ընթացքում Արաղչին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ հարցեր։ Մինչ Մոսկվա մեկնելը երեկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպում է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել օգտակար քննարկումներ, այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։ Առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է առանցքային դերակատարում ունենալ իրանական միջուկային գործի խաղաղ կարգավորման հարցում։ Գրոսին իր հերթին X-ում գրել է Արաղչիի հետ հանդիպումը կարևոր էր։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունն անփոխարինելի է, վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա։ Արաղչին նաև Գրոսին տեղեկացրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքի մասին։ Պաշտոնական այցով Մոսկվայում է նաև Քաթարի էմիր Թամիմ Բեմ Համադ Ալ-Թանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը էմիրը կքննարկի պետությունների հարաբերությունները տարբեր ոլորտներում, դրանք ամրապնդելու եւ զարգացնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերն ու իրադարձությունները։ Նախորդին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ առաջնորդները կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ դիվանագետ Մարկո Ռուբիոն այսօր Փարիզում բանակցություններ կանցկացնեն եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ելքեր գտնելու համար։ Քննարկումներին մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել նաև Ուկրաինայի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը։ Բանակցություններին մասնակցելու է նաև Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեվիդ Լամինը։ Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ կոչ են անում ԱՄՆ-ին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։ Վիտքոֆն ու Ռուբիոն կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի Լամիի, ինչպես նաև ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների հետ։ Ներգրավված կլինեն նաև եվրոպական ազգային անվտանգության խորհրդականները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը, պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը։ Այս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ կոնգրեսին ուղղված նամակում։ Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը եւ արտակարգ լիազորությունները Միացյալ Նահանգների նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման եւ տեղաշարժի կարգավորման վերաբերյալ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն։ Ալաղ Ալաչյան, Հորիզոն։
Մեքսիկական ոճով ու բուռն էներգիայով առաջնախաղ էր Գյումրիի թատրոնի բեմում։ Կոստյումով տղամարդիկ կատակերգությունը բեմադրվել է Ռեյ Բրեդբերիի վանիլային պաղպաղակի գույնի կոստյումը պատմվածքի մոտիվներով։ Երիտասարդ ռեժիսոր աշտարակի դրամատիկական թատրոնից է, դերասանական կազմը երիտասարդ։ Նրանք հանդիսատեսին պատմեն ինքնության ու ինքնուրույնության փնտրտուքների երազանք նպատակների մասին։ Գարնանային գունեղ հագուստներ ու արթուզարդ, ընդգծված դիմահարդարումից մինչև վեստերն ոճի սանրվածք ու բեղեր։ Այս ամենը Գյումրիի թատրոնում հիշեցնում են կրակոտ Մեքսիկան, որի ոչ թեժությունը ներս ու դրսից գրող երիտասարդ դերասանները վայրկյաններ անց ետնաբեմից բեմ կփոխանցեն։ Թատրոնում նորից առաջնախաղ է Արտաշատի դրամատիկական թատրոնից հրավիրյալ ռեժիսոր Մերի Մարգարյանի բեմադրությամբ։ Ժանրում կատակերգություն է, որն ասելիքով ու բնույթով նորություն է խաղացանկում։ Գործը մեքսիկացիների մասին է ու ես նմանեցնում եմ մեքսիկացիներին գյումրեցիների հետ իրենց տաք ջերմ էներգիայով, իրենց էմոցիոնալ տեսակով ու այդ պատճառով էլ մտածեցի, որ հենց այստեղ պետք է այդ գործը լինի։ Մենք սկզբնական շրջանում տարբերակ ունեինք, որ այս վեց տղաները դառնային գյումրեցի, բայց կարծում ենք, որ ինքը կլիներ մի քիչ ավելի արհեստական։ Դրա համար կարծում ենք խնդիրը համամարտկային է։ Մեքսիկա։ Քաղաք Տեկիլա։ Ամառային մթեշաղը տարածվել է քաղաքի վրա։ Գյումրեցի, բայց խառնվածքով մեքսիկացի 6 կոստյումով տղամարդիկ են, հարուստ երկրի աղքատ խավից։ Երիտասարդներ, ազատ, առաջին հայացքից անհոգ ու աննպատակ թվացող կյանքերով, որոնց ապագան մշուշոտ է, ունեցած հնարավորություններն էլ խիստ սահմանափակ։ Դա մեր ունեցած միակ հարստությունն է։ Իսկական ընկերություն։ Խորե, օրե։ Բայց քանի դեռ ես այսպես եմ հագնված, ինձ ոչ ոք լուրջ չի տուր։ Անկախ ապրելակերպից ու կարգավիճակից նրանցից յուրաքանչյուրի նոր ծաղկող սրտերում մեծ երազանքներ կան, որոնք դատարկ գրպաններով չես կատարի։ Ելքը, ինչպես եւ իրենց տարիքի շատ երիտասարդներ են մտածում, հարուստների պես լավ ու թանկարժեք կոստյումն է լինելու։ Կոստյում, որի մասին ու շուրջն էլ ծնվում են գործողությունները։ Այն ամեն գնով ձեռք բերելուց հետո պետք է հերթով հագնեին, հավատալով, որ այդ կերպ կկարողանան ապացուցել, որ հնարավոր է համընդհանուր նպատակը դարձնել մեծ փոփոխության սկիզբ։ Նրանք դժվարանում էին շնչել։ Չէին էլ ուզում փորձել։ Կարիք էլ չկար փորձելու։ Նրանք վախենում էին, որ իրենց շունչն անգամ կհալեցնի։ Վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը։ Զավեշտիկ հողի տակ մեքսիկական մշակույթով, երգերով ու պարերով հանդիսատեսին փոխանցում են պարզ, բայց խորքային ասելիք։ Հագուստը չէ, որ պետք է զարդարի մարդուն։ Տղաների երազանքների պես արվեստագետ, բիզնեսմեն, ֆինանսիստ դառնալը կամ պարզապես կյանքին կեր գտնելը հնարավոր է նաև առանց թանկարժեք արտաքին դետալների։ Կարևորը իսկական եսը չկորցնելն է, կյանքին իրատեսորեն, առանց վարդագույն ակնոցի նայելն է։ Կոստյումը չէ կարևորագույնը։ Կոստյումը հենց միջոց է դառնում այս 6 տղաների համար, ասելու որ գիտեք ինչ կա, ավելի կարևոր է ընկերությունը, քան այս մեր համար օրինակ համար իմ կերպարի համար հանրության առաջ հանդես գալը, մյուս կերպարի համար օրինակ բիզնեսով զբաղվելը ու այդպես դրացնում են մեկը մյուսին։ 6 տղաներ, 6 ընկերություն, մի նպատակ, մենք փորձում ենք հանդիսատեսին փոխանցել հենց այդ համախմբվածության զգացողությունն ու ձգտումը։ Պետք է համախմբված լինել յուրաքանչյուր գաղափարի շուրջ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եթե համախմբվի, ինչ որ մի փոքրիկ գաղափարի շուրջ մի բռունցք դառնա, կհասնի հաջողության։ Ներկայացման մեջ զբաղված էին 12 դերասաններ, թատրոնի երիտասարդական կազմն է պրոֆեսիոնալ բեմում։ Ու թեև պատմության առանցքում 6 տղամարդիկ են, էական կերպարներում նաև կանայք կան։ Կանայք, ինչպես միշտ, օգնում են տղամարդկանց հասնելու իրենց երազանքին եւ հայտնվելով այդ իրավիճակներում, ոգևորելով, սիրով լցնելով իրենց կյանքը, փորձում են ավելի արդարացնել այդ կոստյումը ունենալու տղաների երազանքը, սակայն կոստյումը վերջում փոխարինվում է ավելի մեծ արժեքով, քան այդ նյութական կոստյումն է։ Իհարկե, առաջին հայացքից դա շատ ծիծաղաշարժ է ու հանդիսատեսին կթվա թե ծիծաղելի իրադարձություններ են, բայց ցավոք այդ մեկ օրվա ընթացքում իրենք հասկանում են, որ
կարևոր արտակինը չէ, եւ իրենց ցանկություններն ու երազանքները կարող են մեկ այլ կերպով հասնել, եւ մարդիկ կան, որ կարծում են, որ իրենց հերոսներից մեկ, ինչպես հերոսներից մեկն է ասում, իմ կյանքում ոչինչ չի ստացվում։ Եվ ինքը կարծում է, որ երբ որ կոստյում ունենա, շատ շատերը արդեն կհասկանան այդ կոստյում ասելով ինչի նկատի ունենք, ենթաշերտը որն է։ Ընդհանրապես կոստյում է։ Կարևորը դու լավ ես։ Ճիշտ է ասում։ Ենթաշերտերի բացահայտումը շղթայաբար անցնում է ամբողջ սյուժեով, որն աշտարակի դրամատիկական թատրոնի ռեժիսորը հաջողել է Գյումրիի թատրոնի երիտասարդ դերասանական կազմի հետ։ Աճամյանցիների խաղացանկում հոբելյանական տարում նոր պրեմիերաներ են լինելու, դարձյալ հրավիրյալ ռեժիսորների մասնակցությամբ։ Թատրոնը պատրաստվում է հոկտեմբերին Գյումրիում հյուրընկալել նաև թատերական միջազգային փառատոնը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Դրամատիկական թատրոնում այսօր դերասանները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, գյումրեցի հանդիսատեսը ներկա են գտնվել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ դերասան ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը։ Նա Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում երկար տարիներ կերտել այնպիսի կերպարներ, որոնք իրենց ազդեցությունն ու հետքն են թողել թատրոնի պատմության մեջ։ Իր բեմադրած ներկայացումներով ու խաղացած բազմաթիվ կերպարներով մեծ ճանաչում է վայելել թատերական աշխարհում։ Նրա անգերազանցելի դերը եղավ Լիր արքայի կերպարը համանուն ներկայացման մեջ։ Արվեստի վաստակավոր գործիչին վաղը հրաժեշտ կտան նաև Երևանում։ Վերջի ներկայացումը Գյումրիում Լիր արքա խաղացինք եւ Լիրի դերում հրաշալի էր, հրաշալի ներկայացում էր եւ ամենամեծ հիշողությունը մեր մեջ մնալու է դա Լիրը եւ ես բախտավորներից մեկն եմ, որ այդ շնորհալի տաղանդավոր ռեժիսորի մոտ նաև զբաղվեցի ես, որտեղ խաղում էր այս տաղանդավոր Ռաֆայել։ Ցավակցում եմ բոլորիս, որովհետև մեծ կորուստ է, ոչ միայն արվեստի համար, արվեստագետների համար, այլ մեր երկրի համար, հատկապես մեր քաղաքի, մեր թատրոնի։ Կորուստը իսկապես մեծ է շատ, մեր երամից մի թռչուն էլ պոկվեց, երկինքը էլի հարստացավ, մենք աղքատացանք, տաղանդավոր դերասան, բեմադրիչ, մենք միասին շատ ենք աշխատել, գիտեք շատ դժվար է ինձ հիմա խոսել, որովհետև մի ամբողջ կյանք ենք միասին անցել այս թատրոնում, այս բեմում։ Գիտեք ինչ մարդկանցից էր, ինքը այն մարդկանցից էր, որ անընդհատ ուզում ես իր հետ իր մասին խոսես, բայց թվում է թե ինչեր որ ասես քիչ է, ազնիվ, արվեստին նվիրյալ մարդ, որոնցից մնացել են արդեն հատ, երբ որ բեմ էր բարձրանում, բեմը կարծես խորանում էր, ամենափոքր բեմը դառնում էր ավելի բարձր, ավելի մեծ, ավելի հետաքրքիր ու անընդհատ ուզում էիր նայել ու լսել իրեն։ Որպես խաղընկեր, թե որպես ընկեր, թե որպես բարեկամ, մենք ավելի մտերմացանք Լիր արքայից հետո ես Քենթ էի խաղում։ Նախքան այդ ինքը Ամերիկայում ուներ թատերախումբ, որը եկել էր այստեղ եւ դերակատար էր պակասում։ Ես վախտ ունեցա այդ թատերախմբի հետ նույնպես ելույթ ունենալ, մարդկային էր եւ թե որպես մարդ, թե որպես դերասան եւ թե որպես առավել եւս ռեժիսոր հարկանքի արժանի մարդ էր։ Մենք իրար հետ Լիր արքայում ենք խաղացել, ինքը խաղացել էր Լիր արքա, ինչպես վայելել եւ մեծ հաճույքով մենք իրար հետ միասին ոնց մի ամբողջական մի մարդ որպես հանդես եկանք եւ ռեժիսոր եւ դերասան ամեն կողմով եւ մարդկային նկատառումով ամեն կողմով նա փայլում էր շատ հիանալի ազնվորություն էր իսկ հիմա որ այս դերը իրան չէր սազում
Այդ տարիներին, երբ ինքը բեմում խաղում էր, ես ուսանող էի, ու երբ որ գալիս էինք իր խաղը դիտում ենք, դա մեզ համար առանձնահատուկ դաս էր։ Իհարկե սա ցավ ու կորուստ է մեզ համար, որովհետև արվեստագետ է, որը մեզ հետ չէ, ցավում եմ շատ, ցավակցում եմ նաև իրենց հարազատներին, կուզենամ, որ արվեստագետները շուտ չհեռանան կյանքից, այսինքն կյանքից ու միշտ լինեն, որովհետև պակասում են, իսկ դա շատ վատ է բոլորիս համար։ Ապրիլը հայտարարված է կանանց բռնության դեմ պայքարի եւ իրազեկման ամիս, որն ուղղված է բռնության տարբեր դրսևորումների կանխարգելմանը, նման իրավիճակներում հայտնված կանանց աջակցությանը։ Իրազեկման ակցիան Գյումրիում նախաձեռնել է կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունը Արի վարիր քո լույսը եւ Արի կարենք պատմության քո պատառիկը խորագրերով։ Բացօթյա միջոցառումը Գյումրիի կենտրոնում առաջարկներից մեկն է, որ անցորդները եւս կարող էին միանալ բռնության դեմ բողոքին, ծրարել ուղերձներ եւ կախել ծառից։ Իրազեկման մասնակիցները գրառումներ թողնելով նաև կոչ էին անում հասարակությանը չհանդուրժել բռնությունը, չլռել, չխուսափել բարձրաձայնելուց։ Գյումրիում գործող կանանց իրավունքների տունը հոգեբանական, սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղված աջակցություն է իրականացնում մարզիային կանանց, որոնք նմանատիպ խնդիրների են բախվում։ Իսկ 2020 թվականից սկսած կազմակերպության ուշադրության կենտրոնում են նաև արցախցի կանայք։ Այս բաց միջոցառումը, որը Արի կարենք քո պատմության պատառիկը կամ Արի վարիր լույսը եւ այլն, այս միջոցառումը հիմնականում նպատակ ունի հավաքագրել բոլոր կանանց անցած ուղին, պայքարը, պատմությունները, այնուհետև սրանք խորհրդանշեն միասնականությունը, այս պայքարը, որով որ միասին անցնում ենք եւ սա կդառնա մեկ ծանրոցի մեջ կհավաքվի եւ սա կդառնա միասնական պայքարի եւ հետագա խորհրդանիշը, ուժի խորհրդանիշը, ու սա հետագայում նաեւ կդառնա այս պատառիկները կդառնան նաև կոալիցիայի դրոշը։ Ուզում եմ բոլոր կանայք իմանան, որ իրենք շատ ուժեղ են, ամենաուժեղն են ու եթե սիրեն ու վստահեն իրենց, միանշանակ կկարողանան մեծ հաջողությունների հասնել։ Հա, այդ եմ գրել։ Դու ամենաուժեղն ես ու կարող ես հաջողել։ Սիրիր ու վստահիր քեզ։ Ցանկանում եմ այս ուղերձով բոլոր բնության ենթարկված անձանց ասել, որ իրենք մեղավոր չեն ու մեղավոր է միայն բռնարարը։ Ես երկու ծրար իրականում փակցրեցի, մեկում որոշեցի ոչ մի բան չգրել, որտեղ լռությունը ինքնին ցույց է տալիս, փուզուտ փակցրեցի այս ստիկերները եւ ներսում եւ դրսում, որ մենք միասին կարող ենք կոտրել բռնության շղթան եւ պետք է միահամուռ պայքարենք, եթե ուզում ենք լինել առողջ հասարակություն։ Ես էլ մի փոքր մաս ունեցա այստեղ, գրել եմ, որ կինը պատմության ընթացքում մշտապես եղել է հզորեակ եւ շարունակելու է լինել ու ծաղկեցնել ամեն մի օր։ Շնորհակալ լինենք բոլոր այն կանանց, ովքեր մշտապես պահպանում են կնոջ հզոր կերպարը ու սիրենք կանանց։ Ամեն իրազեկման արշավից հետո մենք տեսնում ենք, որ բռնության թվերը աճում են եւ թեժ գծի նախազանգերը շատանում են։ Սա պայմանավորված է նրանով, որ բարձրանում է կանանց եւ աղջիկների իրազեկվածությունը բռնության վերաբերյալ։ 2020 թվականին կանանց իրավունքների տանը արձանագրվել են 164 դեպքեր, 21 թվականին 101, 22 թվականին 163, 23 թվականին 236 եւ 24 թվականին 231։ Սրանք միայն արձանագրված դեպքերն են, կան նաեւ շատ դեպքեր, բոլորս էլ գիտակցում ենք, որ դեռևս չեն դիմում ոստիկանություն եւ սա էլ հենց պայմանավորված է ամոթի, խարանի եւ կարծրատիպային մոտեցումների մասով։ Այժմ Միլիոսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։